Ջորջ Մարտինի գահերի խաղն իրական շախմատային տախտակ է հիշեցնում, որտեղ իրադարձությունները մեր կյանքի պես անկառավարելի են, իսկ հերոսների մտքերն ու խոսքերը վերածվում են քաղաքական կոմբինացիաների։ Վեսթերոսում քաոս էր, 7 թագավորություններում ճգնաժամն ավելի խորացավ, երբ արքա Ռոբերտ Բարաթեոնն անսպասելի մահացավ, իսկ Նեդ Սթարքը հայտարարեց, որ Ջոֆրի Բարաթեոնը գահի իրական ժառանգորդը չէ, սակայն արդյոք միայն այս իրադարձություններն էին հիմնական մեխը, որպեսզի բոլոր թաքնված կոմբինացիաները դուրս գային բաց տախտակ եւ սկսվեր գահերի խաղը։ Ոչ, դրանք հետևանքներ էին, որոնք առաջացել էին մինչ այդ կայացված որոշումների պատճառով։ Պետք է մի փոքր ուշադիր լինել եւ կտեսնենք, որ այս ամբողջ պատմությունը զարգանում է սխալ որոշումների արդյունքում։ Այն մեզ ցույց էր տալիս, ինչպես շախմատում, այնպես էլ այստեղ, մեկ որոշումից ինչ հետևանքներ կարող են առաջանալ։ Սերիալի սկզբում ցուցադրում են պատի պահակախմբին, ապա սպիտակ քայլորդներին, եւ դա ամենևին էլ պատահական չէր, այն իմաստ ունի, որpիսի մենք իմանանք իրականությունը եւ համամիտ չլինենք Նեթի կայացրած որոշման հետ, որովհետեւ դա սխալ էր։ Դահիճը դառնալուց եւ վճիռ կայացնելուց առաջ նա պետք է դատավարություն անցկացներ եւ պարզել իրականությունը։ Միթե Սթարքերը չգիտեին երկար գիշերվա պատմությունները, միթե պատի պահակախումբը միայն ազատ մարդկանցից էր պաշտպանում 7 թագավորությունները։ Դատավճիռը կայացնում, ինքն է թուրն իջեցնում։ Իսկ նա իրոք տեսել էր սպիտակ քայլորդներին։ Սպիտակ քայլորդներին արդեն 1000 տարի եւ ոչ ոք չի տեսել։ Ուրեմն նա ստեց։ Իսկ ինչ էր անում արքան Ռոբերտ Բարաթեոնը։ Լինելով հաղթական ապստամբության առաջնորդ, թագավոր դարձավ առանց խորամիտ պետական մտածողության։ Նրա ամենամեծ սխալներից մեկը Նեդ Սթարքին հյուսիսից մայրաքաղաք բերելու որոշումն էր։ Հյուսիսում Նեթի ներկայությունը ամրացնում էր լորդերի հավատարմությունը, պատի պահակախմբի կարգապահությունն ու հյուսիսցիների միասնությունը, սակայն Ռոբերտը նրան դուրս բերեց այդ միջավայրից, ոչ թե ռազմական հաշվարկով, այլ սեփական ամբիցիայով։ Նրա նպատակը պարզ էր՝ ունենալ հավատարիմ մարդ կողքին, որպեսզի ինքը ժամանակ գտնի իր զվարճանքների համար։ Ռոբերտը նույնիսկ չէր ուսումնասիրել, թե ինչ հանգամանքներում էր մահացել նախորդ աջ ձեռքը, չէր գիտակցում, թե ովքեր են նստած փոքր խորհրդում եւ ինչ դավեր են նյութում։ Այս ամփոփությունն այն ճեղքն էր, որից քաղաքական խաղերը սկսեցին ներթափանցել թագավորության հիմքեր։ Այսպիսով Ռոբերտի սխալները ոչ միայն թուլացրին նրա իշխանությունը, այլև արագացրին այն գործընթացը, որ մենք անվանում ենք գահերի խաղ։ Նրա անփույթ որոշումներից Վեսթերոսի քաոսը դուրս եկավ ստվերից եւ վերածվեց բացահայտ քաղաքական շախմատի։ Նրա մահից հետո Նեթի քայլերը, որն իր կարծիքով ազնվության մասին էր, ավելի շատ անխոհեմություն էր հիշեցնում։ Ինչպես կարելի է կանգնել եւ Սերսեային բառացի ասել՝ ես գիտեմ քո գաղտնիքը։ Հրամանատար, վերցրեք թագուհուն եւ նրա երեխաներին։ Ճանապարհեք նրանց արքայական առանձնասենյակներ եւ պահեք կալանքի տակ։ Պահակազոր։ Ես զգուշացնում եմ, որ չվստահեք ինձ։ Սակայն այս պատմության մեջ միայն նրանք չէ, որ սխալներ գործեցին։ Ինչ արեց արքա Ջոֆրին, տրվելով իշխանության գայթակղությանը գլխատել տվեց Նեդ Սթարքին եւ հավիտյան թշնամանք մցրեց տողմերի միջև։ Ռոբ Սթարքն, ով բավական հաղթանակներ էր տարել ու ամուսնանալուց հետո որոշել էր թողնել պատերազմն ու դառնալ հյուսիսի արքան, հաղթանակի փոխարեն արյունոտ հարսանիք ստացավ, քանի որ մայրը Քեթրին Սթարքը ինքնագլուխ որոշում կայացրեց եւ Ջեյմեին ազատ արձակեց հույսով, որ Սանսային հետ կստանան։ Իսկ Ջոֆրին շարունակում էր իշխանությունը սխալ օգտագործել, արդյունքում վտանգ դարձավ բոլորի համար։ Տիրելները ճկույթի հովանու ներքո օգտվեցին այդ իրավիճակից եւ թունավորեցին նրան։ Դա էլ իր հերթին պատճառ դարձավ թույլ կառավարչի Թոմեն Բարաթեոնի գահակալմանը։ Թոմենի թուլությունն էլ պատճառ դարձավ, որ ճնճղուկը վերցնի իշխանությունը։ Նա Սերսեային եւ թագուհի Մարգերիին էր պահում փակի տակ, իսկ արքան ոչնչով չէր միջամտում։ Ճնճղուկի կողմից էլ Սերսեային ազատ արձակելն էր սխալ որոշում։ Նա արդեն սկսել էր իր խաղը եւ այլևս կանգ առնել չէր կարելի։ Եվ արդյունքում դա հանգեցրեց նրանց բոլորի կործանման, այդ թվում Թոմենի սիրելի կնոջ, ինչի հետ նա չկարողացավ համակերպվել։ Ստանիս Բարաթեոնն, ով սկզբում մեծ հավակնություններ ուներ, սակայն հանուն գահի սպանեց հարազատ եղբորն ու զոհաբերեց սեփական աղջկա, իսկ այդ քայլերը անհետևանք չէին կարող մնալ։
2 հզորագույն ստրատեգներ։ Սարդն ու ճկույտն անգամ ճակատագրական սխալներ թույլ տվեցին։ Ճկույտն ասում էր, որ իր ռազմավարության հիմքում քաոսն է եւ դրա միջոցով նա վեր է բարձրանալու, որը կարծես ստացվում էր իր մոտ, սակայն հերթական դավերը նյութելիս, երբ փորձում էր իշխանության կռիվ գցել Սանսա եւ Արիա Սթարքերի միջև, չգնահատեց իրավիճակը, որ աշակերտը Սանսան կարող է գերազանցել ուսուցչին։ Իսկ Սարդն ասում էր, որ ամեն բան անելու է հանուն թագավորության։ Նա գնում էր ժողովրդի շահից ելնելով իրական թագաժառանգի հետևից։ Սակայն իմանալով Ջոն Սնոուի մասին իրականությունը, որոշեց փոխել կուրսը եւ ակնհայտ դուրս գալ Դեյներիսի դեմ, ինչն էլ նրան չներվեց։ Թեման կարող ենք եզրափակել Դեյներիսի վերջին պահին արած սխալով։ Նա չարությամբ լցվեց այնքան, որ իր վիշապով շարունակեց այրել արդեն հանձնված քաղաքը։ Այդ քայլով նա դարձավ այն բռնապետը, որի դեմ պայքարում էր։ Չմոռանանք նաև Տիրիոնին, որն ի տարբերություն շատերի հասկացավ եւ ընդունեց իր սխալը։ Խելացի մարդուն է բնորոշ սեփական սխալները գիտակցելն ու փորձել շտկել դրանք։ Բայց բանել ես Միրցելային, Տոմենին։ Ոչ ոք նրանց չէր դիպչի, եթե հայրս ողջ լիներ։ Երբեք այդքան չեմ զղջացել արածիս համար։ Ոչինչ լսել չեմ ուզում։ Ստահեցրիր կամ առհասարակ ոչինչ չգիտեիր, որի արդյունքում դու կամ դավաճան ես կամ հիմար ես։ Ես հիմար էի։ Սա առաջին անգամը չէ։ Այսպիսով մեր եզրահանգումն այն է, որ գահերի խաղում իրադարձությունները հենց այնպես չէին զարգանում։ Այնտեղ քաոսն առաջանում էր սխալ ընտրություններից եւ կործանում մարդկանց թագավորությունը։ Սակայն կար մեկը, ով ճիշտ պահին, ճիշտ տեղում, ճիշտ որոշումներ կայացնելու արդյունքում կարողացավ փրկել այն։ Դա իրական արքան էր Ջոն Սնոուն։ Նա գնաց կռվի հանուն մարդկանց թագավորության։ Հաշտեցրեց ազատ մարդկանց ու ագրավների դարավոր հակամարտությունը։ Ազատագրեց Վինտերֆելը բաստարդ Ռամսի Բոլտոնից։ Նա հյուսիսի արքան էր, բայց թողեց հպարտությունն ու Դեյներիսին ճանաչեց թագուհի գիշերվա արքային հաղթելու համար։ Ջոն Սնոուն ամբողջ կյանք իմացել էր, որ ապօրինի զավակ է եղել, սակայն ճշմարտությունն այն էր, որ նա Լիաննա Սթարքի եւ Ռեյգար Տարգարյանի որդին է ու իրական գահի ժառանգորդը, բայց նույնիսկ դա իմանալով հանդերձ նա հրաժարվեց գահից։ Նա միաժամանակ սառույց էր եւ կրակ։ Այդ փիլիսոփայությունը խոսում էր նրա հավասարակշռության մասին, եւ հենց դա էլ օգնում էր նրան ճիշտ ընտրություններ կատարել եւ պահպանել մարդկանց թագավորությունը։ Ես դուր եմ խավարում, ես պահպանեմ պատի վրա։ Ես վահանեմ պաշտպանող մարդկանց թագավորությունը։ Ես տալիս եմ։ Դուք դիտում էիք թեորիան։ Շնորհակալ կլինենք, եթե բաժանորդագրվեք եւ լայքեք մեր տեսանյութերը։ Անգամ եթե ունեք առարկություններ, մենք հաշվի կառնենք դրանք։ Գրեք, թե ինչպես կցանկանայիք ավարտվեր գահերի խաղը։ Եթե իմանաս, դու ես օրինական թագավորը։ Էգոն Թարգարյան, այդ անվանվեց երրորդ գրողը, թագավորության պաշտպանն ու նման բաներ։